Նրանք կարող են ծրարով չգալ։ Հենց սա է հնարքը։ Ընտրություններից առաջ քեզ կարող են առաջարկել վարձակալել քո տարածքը, անսովոր մեծ գումարով։ Կամ ձևական գրանցել որպես աշխատող, աշխատանքի համար, որը իրականում չես անում։ Կամ ասել, սա ծառայության, տրանսպորտի, քարոզչական աշխատանքի կամ օգնության գումար է։ Բայց հետո գալիս է իրական պայմանը, քո ձայնը, ընտանիքիդ ձայնը, հարազատներիդ ձայնը։ Պաշտոնական հակակոռուպցիոն զգուշացումը հստակ է։ Եթե գումարը, ձևական աշխատանքը, ուռճացված վարձակալությունը կամ այլ քողարկված վճարում տրվում է ՔՎ-ի դիմաց, դա ընտրակաշառք է։ Իսկ ընտրակաշառք ստանալու համար կարող է նախատեսվել մինչև 7 տարի ազատազրկում։ Երբ քեզ ասում են «մի անհանգստացիր, ուղղակի պայմանագիր է», ուշադիր լսիր, դրանից հետո ինչ են պահանջում։ Եթե պահանջում են քո ՔՎ-ն, դա աշխատանք չէ, վարձ չէ, օգնություն չէ, դա թակարդ է։ Հունիսի 7-ին մի վաճառիր քո անունը, ընտանիքդ ու ազատությունդ ուրիշի քարոզչական բյուջեի համար։